եթերում ABC լուրերն է, ես Գառին Թաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Ծառուկյանի ձիերին արգրավելու հրաման կա, ոստիկանները նրա ձիարշավարանում են։ Ազատման դիմումներ ու նոր նշանակումներ, ինչ վերադասավորումներ են վարչական շրջաններում։ Աշխատանքից ազատել են Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն, ինչ է պատմել Արփինե Սողոյանը։ Քնեսեթը կասեցրել է հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը, որն է պատճառը։ Վաղ առավոտից իրավապահները Գագիկ Ծառուկյանի ձիարշավարանում են, ըստ փաստաբանների որոշում է եղել ձիերին արգրավելու։ Հովհաննես Վարդանյանի խոսքով Ծառուկյանի ձիերի և փասյանների արգրավումը հետաձգվել է։ Արգրավման որոշումը կայացրել են դեռևս հուլիսի 10-ին, սակայն տեխնիկական խնդիրներ են առաջացել տեղափոխման վերաբերյալ, այսօր ևս հետաձգել են։ Իրանք հանդիսանում են ընտանի կենդանիներ եւ որպես այդպեսին չեն կարող հանդիսանալ որևէ քրեական վարույթի առարկա, որպես այդպեսին։ Հիմա դատավարական ընթացակարգերով քննիչի որոշումը բողոքարկվում է։ Վնաս կկրեն, որովհետեւ իրենց ծանոթ միջավայրում են իրեն գտնվում, հատուկ խնամք են պահանջում, որովհետեւ հատուկ ձիեր են, որպես այդպեսին տոհմական, զուտ այդ մասով խնդիր կարող է առաջանալ միանշանակ։ Իսկ մուլտիտաբակ ընկերության բակում աշխատակիցներն են հավաքվել, պահանջում են բացել կապարակնքված դռներն ու իրենց աշխատանքի վերադառնալու հնարավորություն տալ։ Քրեական վարույթի շրջանակում իրականացվող քննչական գործողությունների հետևանքներն արդեն զգացվում են ոչ միայն ընկերությունների, այլև հարյուրավոր աշխատակիցների ու հաճախորդների առօրյայում։ Մի քանի ձեռնարկություններ դեռևս փակ են, իսկ մարդիկ առանց աշխատանքի և հստակ պատասխանների։ Ինչ խնդիրների առջև են կանգնել նրանք և ինչ պարզաբանումներ են տալիս պատասխանատու կառույցները, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում շարունակում են կապարակնքված մնալ մուլտիգրուպի մի շարք ընկերություններ։ Բնականon աշխատանքը վերականգնել է միայն Արարատ ցեմենտ ընկերությունը։ Ինչ վերաբերում է մյուս ընկերություններին, ապա հազարավոր աշխատակիցներ են հարկադիր պարապուրդում առանց հստակ տեղեկության, թե երբ կվերադառնան աշխատանքի։ Մուլտիգրուպ Սթոունի աշխատակիցներն ասում են, պատասխան ստանալու համար դիմել են բոլոր հնարավոր կառույցներին, սակայն ապարդյուն։ Քանի որ Աբովյանի քննչականից հստակ պատասխան չեն ստացել, պատրաստվում են դիմել քննչական կոմիտեի կենտրոնական վարչություն։ Առավոտյան գալ է գնալ կենտրոնական քննչական մարմին, փորձենք պատասխան ստանալ, ուրիշ տարբերակ չկա։ Աշխատանքի և աշխատավարձի անորոշությունը մեծ մտահոգություն է նաև Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի աշխատակիցների համար։ Նրանք հավաքվել են պահանջելով վերաբացել աշխատավայրերը և հնարավորություն տալ շարունակել աշխատանքը։ Չգիտեն, կստանան աշխատավարձ, ինչպես են մարելու վարկերը, վճարելու տանվարձն ու հոգալու ամենօրյա ծախսերը։ Պահանջը մեկն է ու շատ պարզ՝ աշխատելու հնարավորություն։ Վարկեր ունենք, հարկեր ունենք, ուսանող ունենք, ո՞նց ենք պահելու։ Ուզում եմ իմանամ, ուզում եմ հասկանամ, կառավարությունը ինչ է մտածում։ Մենք չենք ուզում ուրիշ տեղ գնալ։ Մենք ունենք աշխատանք եւ գոհ ենք մեր աշխատանքից։ Հիմա խնդրում ենք, որպեսզի ապահովեն, մենք բնականon հունա աշխատանքի կարողանանք կազմակերպել։ Կապարակնքված է նաև Օլիմպիական մարզաառողջարանային կենտրոնը, որտեղ մարզվում էին Հայաստանի եւ արտերկրի հավաքականներ, հարյուրավոր երեխաներ ու մեծահասակներ։ Անորոշության մեջ են նաև կենտրոնի հաճախորդները։ Նրանք սոցիալական ցանցերում հարցնում են, երբ կվերականգնվի կենտրոնի աշխատանքը, ինչ է լինելու նախապես վճարված փաթեթների գումարների հետ եւ ով է կրելու պատասխանատվությունը։ Ներեցեք, իսկ որևէ մեկը կպատասխանի փաթեթը վճարած, բայց փակ լինելու պատճառով չհաճախած հաճախորդների վարձը ով է վերադարձնելու։ Ոչ զանգերին պատասխանող կա, ոչ նամակներին։ Ձեր այցելուներին կպարզաբանեք, թե ինչ եք պատրաստվում անել։ Հաճախորդներին առաջարկվում է սպասել անորոշ ժամկետով եւ նախապես զգուշացվում, որ գնված փաթեթը ուժի մեջ է լինելու։ Փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ, սակայն գլխավոր հեռախոսահամարն անհասանելի է։ Նույն վիճակն է նաև Եվրոմոթորսում։ Ընկերության ղեկավարության փոխանցմամբ խոզարկությունների ընթացքում արգրավվել են սերվերները, ինչի հետևանքով խզվել է կապը միջազգային գործընկերների հետ։
Դադարել են վաճառքներն ու պատվերները, իսկ տեխնիկական սպասարկման համար ընկերությունում գտնվող 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում Չինաստանի դեսպանատան մեքենան, դեռևս հնարավոր չէ վերադարձնել սեփականատերերին։ Կան նաև քաղաքացիներ, որոնք վճարել են մեքենաների համար, սակայն չեն կարողանում դրանք ստանալ։ Կապանվել է մեր լրիվ աշխատանքը BMW-ի հետ մենք կապ չունենք, չենք կարող պատվերներ տնել մեքենաների, չենք կարող մեր պատվեր տրած մեքենաների վրայի օպշններ ամբողջացնել։ Լոջիստիկսի խնդիր ունենք, թրեյլերները գնացել են այնտեղ, բայց որտեղ վճարումները չեն եղել, որտեղ վճարումները կգադարվեն այդ համագարկի ընդմեջից, մեքենաները մնացել են այնտեղ, անորոշ ճակատագիր։ Մենք ունենք բավականին մեծ թվով մեքենաներ արկա, ունենք սպասվող նոր մոդելներ, ունենք նաև նոր մոդելի շնորհանդես սպասվող, ունենք միանշանակ պայմանավորվածություններ հաճախորդների հետ, ում հետ որ նաև բանակցային փուլում էին գտնվում ու գրեթե 1 շաբաթ է խաթարված է Euromotors ընկերության աշխատանքը։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարզաբանում է, եթե պարապուրդը տեղի է ունեցել ոչ աշխատողի մեղքով եւ գործատուն չի կարող այլ աշխատանք առաջարկել, ապա օրենքով աշխատողին վճարվում է միջին աշխատավարձի առնվազն 2/3-ը։ Սակայն այս դեպքում դեռ պարզ չէ, թե ինչպես է այդ դրույթը կիրառվելու, քանի որ ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվել է քննչական գործողությունների հետևանքով։ Դիմեցինք նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, պարզելու թե երբ կհանվի կապարակնիքը եւ կվերաբացվեն ընկերությունները։ Պատասխանը կարճ էր, չեն մեկնաբանում։ Մինչ իրավապահները շարունակում են քննչական գործողությունները, աշխատակիցները շեշտում են։ Իրենք չեն քննարկում քրեական գործի բովանդակությունը, պարզապես պահանջում են հնարավորություն աշխատելու, նշելով, որ յուրաքանչյուր փակ օր ոչ միայն տնտեսական վնաս է բիզնեսների համար, այլև սոցիալական ծանր հետևանք հարյուրավոր ընտանիքների համար։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Եթե մի դեպքում աշխատակիցը դարձել է քննչական գործողությունների ու քրեական գործի զոհ, ապա մեկ ուրիշ պարագայում գործազուրկ դառնալու համար բավարար է վիճել Նիկոլ Փաշինյանի հետ։ Քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հետ վիճած մանկաբարձ գինեկոլոգ Արմինե Սողոյանին հեռացրել են աշխատանքից։ Պաշտոնական հիմնավորմամբ պատճառը բուժառուների թվի նվազումն ու հաստիկների կրճատումն է։ Ես մի անգամ եմ այդ օրերին ասել, վերջին 6 տարիների ընթացքում իմ ամենաերջանիկ եւ բավարարված օզն եմ ապրել։ Ես գոհ եմ, որ դա արել եմ, չեմ փոշմանում, գիտակցել եմ, որ կլինեն այսպիսի օրեր, դա ինձ երբևէ չէր կարող հետ կանգնացնել, ինչ եմ զգում աշխատանքը կորցնելուց, գրեթե ոչինչ հայրենիքը կորցնելու փաստի հետ համեմատած գրեթե ոչինչ։ Զուգահեռ վերադասավորումներ են վարչական շրջաններում։ Սաշա Կատվալյանը հրաժարվել է Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի տնօրենի պաշտոնից։ Տիգրան Ավինյանի որոշմամբ նա նշանակվել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ Իսկ օրեր առաջ հրաժարական ներկայացրած Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի փոխարեն։ Այսօր Երևան-Մոսկվա չվերթն ուշացել է 12 ժամ, Aeroflot-ը հյուրանոցի հարց չի լուծել։ Օդանավակայանում իրարանցում է առաջացել, ուղևորներից մեկն է տեսանյութ հրապարակել։ Հուժանոց չկա։ Ոնց, բաբու ինչ անենք։ Ինչ ես նկարում, ձեզով եք Որ մի հատ հասկանանք, այս Aeroflot-ը խի է մարդկանց դրել տավարի տեղ, այդ դրա համար։ կներեք մի հատ բան Հələ մի ասա։ վարկյա սպասեք։ Մի վարկյան։ Մի վարկյան։ Մայրս ներքևում իվալիտ է, ինսուլտ արած 2 անգամ։ Ոնց, բա այն մնացածը պարկել է պետք։ Այ քեզ բան։ Բա այս վեշերը որտից ստանանք։ Ոնց հասնենք քաղաք։ Ոնց։ Ինչ չկա։ Հիմա տաքսի կանչեմ կոտանեն։ Բա ասում եք հյուրանոց, բա էդի ուր գնանք, էդի ուր գնանք։ Դու ինձ խոսացում ես որ նկատես, ես ձեզ Չէ, հարցեր եմ տալիս, ըստեղ լիքը հուժանոց չի։ Բա այս մարդիկ ուր գնան։ Քաղաքում չկա հուժանոց։ Ամբողջ Երևանում հյուրանոց չկա։ Ղեկավարն ասում։ Ո՞ր է ձեր ղեկավարը։ Ղեկավարը քաղաքում է։ Այս ինչ։
Կես ժամա ֆուտբոլի տեն անում ստեից ընդ է։ Եվ պատասխանը եւ մարդիկ ուշասպար եղան։ Երեխություն եմ խնդրում, հույժանոց չի լինելու, ավիաընկերությունը ասում է քաղաքում տեղ չկա։ Ախպեր ներսը պարկած էինք, խի հանեց։ Հիմա ուզում եք կասեմ նես կթողնեն ձեզ։ Բերեք ստեղ սպասեք, հեսա կոչուս վեճական կգամ։ Հիմա կարանք սրանցով անցնենք։ Իսրայելի խորհրդարանը կասեցրել է հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։ JNS պարբերականը հայտնել է, որ քվեարկության կասեցումը տեղի է ունեցել դիվանագիտական զգայուն ժամանակահատվածում, տարածաշրջանում նոր լարվածության ֆոնի։ Պարբերականը հիշեցրել է, որ վերջին ամիսներին Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են Գազայի պատերազմի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իսրայելի հասցեին հնչեցրած սուր հայտարարությունների պատճառով։ Իսկ տարածաշրջանում ռազմական ակտիվությունը աճում է, Բաքվուն միաժամանակ իրականացնում է լայնածավալ զորավարժություններ եւ համալրում իր զինանոցը նորագույն սպառազինությամբ, ուղերձներ հղելով թե տարածաշրջանին, թե իր հնարավոր հակառակորդներին։ Ինչ նպատակներ են հետապնդում այս քայլերը եւ ինչպես կարող են դրանք ազդել Հայաստանի անվտանգային միջավայրի վրա, ռեպորտաժում։ Ադրբեջանում մեկնարկել են ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ։ Դրանց մասնակցում են կոմանդոսների, մոտոհրաձգային, մեքենայացված եւ հրետանային բրիգադներ ու զորահավաքների մասնակիցներ։ Փորձագետների գնահատմամբ Բաքուն հետպատերազմյան շրջանում ոչ միայն չի նվազեցնում ռազմական ակտիվությունը, այլև շարունակում է հետևողականորեն ամրապնդել իր ռազմական ներուժը։ Ի տարբերություն հայաստանյան իշխանությունների, որոնք տարբեր փոքր ստորաբաժանումների, փոքր մասշտաբի վարժանքները փորձում են որպես զորավարություն ներկայացնել, ադրբեջանցիները տարբեր զորքերի մասնակցությամբ ըստ էության տարվա ընթացքում իրականացնում են։ Դա վերաբերում է եւ բուն Ադրբեջանին եւ նաեւ Նախիջևանի ինքնահարապետությունում իրականացված զորավարություններին։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ զորավարժությունները 2026 թվականի մարտական պատրաստության ծրագրի բաղկացուցիչ մասն են, սակայն ընդդիմադիր падգամավորի գնահատմամբ դրանք դժվար է դիտարկել որպես հերթական պլանային միջոցառում, հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող զարգացումներն ու Ադրբեջանի վերջին քայլերը։ Մասնակցում են ոչ միայն հատուկ ստորաբաժանումներ, իսկ Ադրբեջանը իր բանակում հատուկ ստորաբաժանումների դերը շատ մեծացրել է, այսինքն թե հատուկ ստորաբաժանումները եւ թե ռեզերվիստները, այսինքն ավելի լայն մոբիլիզացիայի պայմաններում գործող բանակի եւ մոբիլիզացիոն ռեսուրսի համագործակցության խնդիր են լուծում։ Թիրախը ըստիս իհարկե Հայաստանն է եւ նաեւ Իրանը հաշվի առնելով վերջին զարգացումները։ Զորավարժություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է նաև իր սպառազինության արդիականացումը։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ արդեն ընդգրկվել են պակիստանա-չինական համատեղ արտադրության JF-17 բլոկ 3 կործանիչները։ Դրանք դասվում են 4+ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչների շարքին եւ ստեղծվել են կիրառելով նաեւ Չինաստանի J-25-րդ սերնդի կործանիչի ծրագրում գործածված մի քանի տեխնոլոգիական լուծումներ։ Հիմնական կարևոր էլեմենտներից այն է, որ դրանում օդ հրթիռներ են տեղակայված չինական արտադրության, որոնք բավականին մեծ հեռավորության վրա խոցում են իրականացնում եւ Ադրբեջանը ամեն դեպս հրապարակային մասով հնչեցրել է, որ մինչեւ 60 նմանատիպ կործանիչի գնում է իրականացնելու։ Տարբեր գնահատականներով գործարքի նախնական արժեքը կազմել է մոտ 1 միլիարդ 600 միլիոն դոլար, սակայն հետագայում այն ընդլայնվել է, հասնելով մոտ 4 միլիարդ 600 միլիոն դոլարի։ Փաթեթը ներառում է ոչ միայն կործանիչներ, այլև անձնակազմի պատրաստման ծրագրեր, սպառազինություն եւ տեխնիկական սպասարկման անհրաժեշտ միջոցներ։ Զորավարժություններ ու վերազինում տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը շարունակում է փոխվել։ Ընդդիմադիր падգամավորի գնահատմամբ այս գործընթացներում Ադրբեջանը շարունակում է Հայաստանը դիտարկել իր անվտանգային հաշվարկների հիմնական ուղղություններից մեկը։ Իսկ ստեղծված պայմանում Հայաստանը պետք է վերանայի իր անվտանգային քաղաքականությունն ու պատրաստ լինի նոր մարտահրավերների։ Նիկոլ Փաշինյանն ասում է, բանակը չի կարող լինել անվտանգային համակարգի կամ անվտանգային հացակարգի առաջ տարա։ Այդպես բան
այն էլ այս տարածաշրջան ուղղակի տրամաբանական չի։ Նայեք տարածաշրջանի բոլոր երկրները՝ Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա, Արաբական ծոց, Վրաստան, բոլորը ուրեմն զինվում են։ Փաշինյանը ասում է դա մեզ համար կարևորը թրիփն է մեր անվտանգության երաշխավորը։ Ադրբեջանը շարունակում է ոչ միայն մեծացնել իր ռազմական ներուժը, այլև ցուցադրել այն։ Զորավարժություններն ու նոր սպառազինությունը փորձագետների կարծիքով մեկ ընդհանուր ռազմավարության բաղադրիչներ են։ Այս պայմանում Հայաստանի համար գլխավոր հարցն այլևս այն չէ, թե սպառնալիք կա արդյոք, այլ այն, թե որքանով է պետությունը պատրաստ դիմակայելու այդ սպառնալիքներին։ Վենեսուելայի ավերիչ երկրաշարժի պատճառով զոհերի թիվը շարունակում է աճել։ Խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսի հայտնած վերջին տվյալով զոհվել է 3811, վիրավոր է 16740 մարդ։ Հազարավոր մարդիկ էլ մնացել են անօթևան։ Ըստ պատկան մարմինների անհրաժեշտ է կառուցել մոտ 25000 նոր բնակարան, կառուցապատման աշխատանքների համար արդեն հատկացվել են հողատարածքներ։ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է սպառազինության արտադրության իրանական ներուժի 84%-ը։ Ամերիկյան հրամանատարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այս գիշեր տեղի ունեցած հզոր 5 ժամյա հարձակման մասին։ Կեսգիշերին մոտ պայթյունները ցնցել են Քիշ, Ղեշմ և Աբու Մուսա կղզիները, Բուշեր և Օմիդիե քաղաքները։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է սրվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կոշտ գործողությունների դիմել Իրանի դեմ եւ չի բացառել նույնիսկ Իրանի գործող իշխանության ներկայացուցիչների թիրախավորումը։ Նրա խոսքով Թեհրանին տրված բանակցային հնարավորությունը չի արդարացրել սպասումները։ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նպատակ ունի զրկել Իրանին Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունից։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ոչնչացնել այդ ուղղությամբ Թեհրանի ռազմական ներուժը։ Միացյալ Նահանգների կոշտ հայտարարությունների եւ ռազմական գործողությունների ֆոնին Իրանը ըստ լրատվամիջոցների պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան մի շարք թիրախների։ ԶԼՄ-ների փոխանցմամբ թիրախում են եղել Քուվեյթում տեղակայված կապի համակարգերը, Պատրիոտ զենիթահրթիռային համալիրները եւ զինամթերքի պահեստները։ Բացի այդ, Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ռազմական օբյեկտների վրա իրականացված հարձակումներին ի պատասխան հարվածել են ամերիկյան ռազմական նավի։ Մինչ Վաշինգտոնը խոսում է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը սահմանափակելու մասին, նեղուցում իրավիճակն ավելի է սրվում։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել մի քանի նավ, թե ովքեր են իրականացրել այդ հարձակումները, դեռ պարզ չէ։ Թեհրանը շարունակում է պնդել, որ Հորմուզի նեղուցի անվտանգության հիմնական պատասխանատուն հենց Իրանն է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նեղուցի անվտանգությունն ապահովելու հարցում Իրանի դերակատարությունը չի փոխվել եւ շարունակում է մնալ առանցքային։ Միացյալ Նահանգները մտադիր է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու դրա դիմաց ստանալ նեղուցով անցնող բոլոր բեռների համար գանձվող վճարների 20%-ը։ Միացյալ Նահանգների նախագահը բացարձակապես ճիշտ է։ Ով ապահովում է առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով, պետք է փոխհատուցում ստանա այդ ծառայության դիմաց։ Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը եւ կմնա ընդմիշտ։ Իսկ ռազմական եւ քաղաքական լարվածությանը զուգահեռ Իրանում եղանակային ծայրահեղ պայմաններ են։ Դելհորան քաղաքում գրանցվել է 51.5 աստիճան տաքություն։ Մասնագետների տվյալներով սա այս տարվա ընթացքում աշխարհում գրանցված ամենաբարձր ջերմաստիճաններից մեկն է։ Մինչ մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, պատերազմական գործողությունները չեն դադարում նաև ռուս-ուկրաինական ճակատում։ Ռուսական ուժերը գիշերը հերթական հրթիռային հարվածներն են հասցրել Կիևին։ Նախնական տվյալներով զոհեր եւ վիրավորներ չկան։ Ռոսիայի Սիվոդնիա մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ 1 միլիոն ռուբլի կփոխանցի Մոսկվայի մարզում ուկրաինական անօթաչուի հարձակման հետևանքով զոհված 6 ամսական երեխայի ընտանիքին։ Հունիսի 30-ին Եգորևսկի շրջանում տեղի ունեցած հարձակման հետևանքով երեխան մահացել էր, իսկ նրա ծնողները հոսպիտալացվել։ Ընտանիքի ծանոթներն օգնության խնդրանքով դիմել էին Սիմոնյանին։ Անիա Բաղյան, Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին, կհանդիպենք առայժմ։